ազգային ժողովում խորհրդարանական լսումներ են անցկացվում նվիրված քաղբանտարկյալներին եւ տասնյակից ավել քաղբանտարկյալներ կան Հայաստանում, այնուամենայնիվ օրինակ իշխանություններն ասում են Հայաստանում քաղբանտարկյալներ չկա։ Դուք այս հայտարարությանը ո՞նց եք վերաբերում, որ կարծես Հայաստանը բաժանված լինի երկու մասի, ովքեր պնդում են, որ քաղբանտարկյալներ կան եւ իշխանության մասը, որ ամենևին հերքում են։ Հայաստանում քաղբանտարկյալներ կան, նրանց թիվը տատանվում է տարբեր մեթոդաբանությամբ հաշվարկների 40-ից 60-ի մասին է խոսքը, ինչ է նշանակում քաղբանտարկյալ, քաղաքական կարծիքի, քաղաքական մտքի, խղճի ազատության համար պատիժը կրող։ Մենք այդպիսիք շատ ունենք, հատկապես վերջին 2-3 տարվա ընթացքում, ընդ որում բանտարկյալը ոչ միայն ազատազրկման կամ կալանավայրում իր պատիժը կրողը, այլ այն մարդը, որը իր ազատ կարծիքի արտահայտման համար հալածանքների եւ բռնությունների է ենթարկվում։ Վերջին 3-4 տարվա ընթացքում քաղաքական բոլոր հալածանքները եւ բռնաճնշումները, որ իրագործվել են եւ մինչեւ օրս շարունակվում են թե քաղաքացիական հասարակության, թե քաղաքական ընդդիմության, թե մեդիայի շրջանակների ներկայացուցիչների նկատմամբ ապացուցում են մեկ բան, որ քաղբանտարկյալների փաստը ընդունել չընդունելը իշխանությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական այն կոնսենսուսով, որը դեռ կա ստատուս քվոն այս տարածաշրջանում պահելու իմաստով։ Այս իշխանությունը ունի լռելիային աջակցություն միջազգային հանրության այն շերտերի կողմից, որոնք տասնամյակներ շարունակ Հայաստանում քաղաքական հալածանքների կամ քաղաքական մտքի նկատմամբ բռնաճնշումների հարցում եղել են գերակտիվ, եղել են ընդհուպ իրենց լիազորությունները գերազանցող պաշտոնյաներ, մասնակցել են բոլոր դատավարություններին, բոլոր լսումներին եւ հիմա լուռ են շատ պարզ պատճառով, որովհետեւ այստեղ կա արևմուտքի որոշ պետությունների անվերապահ աջակցությունը գործող իշխանությանը եւ ժողովրդավարության ինստիտուտների կազմաքանդման ուղղված Հայաստանի գործող իշխանության վարչախմբի բոլոր գործողությունները իրենք պարզապես անտեսում են մեկ նպատակով այն ինչ պիտի տեղի ունենա առաջիկայում ռեգիոնում տարածքային փոփոխությունների գուցե ինչ որ նաև Հայաստանի սահմանադրության փոփոխության հետ կապված այն բոլոր դրույթները, որ այս իշխանությունը ձևավորել է որպես նարատիվ, խոսույթի մաս է դարձրել եւ արևմուտքը խաղադրույք է դնում այդ գործընթացի վրա։ Իսկ այս լսումներից մենք ինչ կարող ենք ակնկալել, որն է ուղերձը հասկանալի է, որն է քաղբանտարկյալների վերաբերյալ, իսկ մենք ինչ կարող ենք առհասարակ սպասել այս լսումներից։ Կարևոր հարց է, արդեն իսկ մի քանի ելույթում հնչեցին կոնկրետ առաջարկներ, ես նույնպես պատրաստվում եմ միջանկյալ լուծման տարբերակով մի առաջարկ ներկայացնել, լուսումները հրավիրող կողմը Հայաստան խմբակցությունը եւ նիստը վարողը հայտարարեց, որ այդ առաջարկները անպայման հաշվի կառնվեն, կլրամշակվեն եւ կներկայացվեն արդեն վերջնական տարբերակով։ Այո, մեր խնդիրը իշխանազրկումն է, բայց եւ չպետք է սпасել հերթական կամ արտահերթ ընտրությանը կամ որևէ բանի, պետք է ի գործ անցնել, այո, պետք է կատարել, մենք ունենք բազմաթիվ տարբերակներ կան։ Կարելի է փոքր խմբերով, այսպես ակտիվիստների, դատարանների վրա ճնշում բանեցնել, հանրային ճնշման մասին է խոսքը, ոչ թե իշխանական, ինչ որ այս իշխանությունը վերջին 7 տարվա ընթացքում բարձր իմաստով դատական իշխանության հեղինակությունը հավասարեցրել է գետնին եւ Հայաստանի ժողովրդավարական դիրքերի հավաքնելու դրույթը պարզապես փոշիացրել է։ Կարելի է պահանջել պարզապես լրացուցիչ խորհրդարանական ինչ-որ հանձնաժողով ստեղծել այդ բոլոր քաղաքական բնույթի դատավարությունները վերատեսության ենթարկելու, վերաքննելու, կարելի է քրեական օրենսգրքում անձի կալանքի տանելու դրույթները մեղմելուն ուղղված ինչ-որ պարբերական քննարկումներ եւ լսումներ ապավել եւ ձեզ մեդիա ներկայացուցիչներից խնդրանք պարզապես, որ կարելի է այս թեման պարզապես օրակարգում պահել, որովհետեւ այն օրակարգը, որով առաջնորդվում է իշխանությունը եւ պարտադրում է
news making-ի առումով ամբողջ հանրությանը, ինքը մեզ թմրեցնելու է ոչ միտեղ չի տանելու եւ իմ հորդորն է, որ մեդիան այս ամոթալի երևույթը, սա Հայաստանի քաղաքակրթական առաքելության տապալումն է առհասարակ եւ հայ ժողովրդի սեփական երկրում ունենալ քաղաքական բանտարկյալներ մտքի խղճի ազատության համար դեռ ես չեմ խոսում հայ եկեղեցու նկատմամբ կատարվող ասպատակության եւ կիսալուսնի արշավանքի մասին, որ այս իշխանությունը նախաձեռնել է կամ բազմաթիվ խնդիրներ, բայց դրա նախապայմաններից մեկը նաև համարում եմ այդ փոխադարձ հրթիռակոծությունը ներընդդիմադիր ճամբարներում ընդհանրապես դադարեցնել, օրակարգ բերել բացառապես այս խնդրի վրա գիտեք ես քան որ ներսից գիտեմ խնդիրները, քան որ շատ լավ պատկերացնում եմ, այդքանով հանդերձ պնդում եմ, ասել եմ եւ շարունակել եմ ասել, որ հիմա այդ խոսակցությունների ժամանակը չէ եւ հիմա մենք ունենք բացառապես մեկ խնդիր իշխանազրկում, որի գործիքներից մեջը կարող է լինել նաեւ քաղաքբանտարկյալների խնդիր վերաբերյալ մոբիլ, արագ, օպերատիվ աշխատանք կատարել եւ մեդիա դաշտում եւ քաղաքացիական եւ քաղաքական դաշտում։